Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այսօր նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա։ Չեղարկման պատճառները պաշտոնապես չեն հրապարակվում, նաև չի նշվում հանդիպման նոր ժամկետը։ Մինչև այդ կողմերը պատրաստվում էին Շվեյցարիայում շարունակել պատերազմի ավարտին եւ հետագա կարգավորմանը վերաբերող քննարկումները։ Իրանական պատվիրակությունը գլխավորում էր Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյան կողմը ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը պետք է ազդարարեր ռազմական գործողությունների դադարեցում ոչ միայն երկու երկրների, այլև նրանց դաշնակիցների միջև։ Սակայն փաստաթղթի ստորագրումից ժամեր անց Իսրայելը շարունակեց հարվածները Լիբանանի տարածքին, առաջին իսկ օրից կասկածի տակ դնելով համաձայնության կենսունակությունը։ Թեև հուշագրում ամրագրված է Լիբանանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգման սկզբունքը, իրականությունը շարունակվում է տարածաշրջանային ուժային հաշվարկներով։ Փորձագետների գնահատմամբ Վաշինգտոն-Թեհրան պայմանավորվածությունը դեռ չի նշանակում, որ լուծվել է Իսրայել-Հեզբոլլահ առանձին հակամարտությունը, իսկ Լիբանանը կարող է դառնալ այն հարթակը, որտեղ կստուգվի Թրամփի նախաձեռնած համաձայնությունը քաղաքական փաստաթուղթ է արդյոք, թե իրական խաղաղության սկիզբ։ Իսրայելն ամբողջ գիշեր հրթիռակոծել է Լիբանանը։ Այստեղ Հեզբոլլահի ուժերն են, որոնց Իրանն է հովանավորում ու որոնց դեմ կռվում է Իսրայելը, որ ամրապնդի տարածաշրջանում թելադրողի իր կարգավիճակը։ Հուշագրի 14 կետերում որևէ կերպ չի հիշատակվում Իսրայել անունը։ Իսրայելն ի դեպ այնքան է առաջացել Լիբանանում, որ ներկայում երկրի 1/5 մասն է զբաղեցնում։ Մարտի սկզբից ի վեր Լիբանանը գրեթե ամեն օր հայտնվել է իսրայելական հարվածների թիրախում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 3000 մարդ, 1 միլիոնից ավելի մարդ էլ տեղահանվել է։ Մինչդեռ չորեքշաբթի հեռավար եղանակով կնքված Միացյալ Նահանգներ-Իրան փոխըմբռնման հուշագրի հենց առաջին կետում այլ բան է նշվում։ Փաստաթղթում բացի երկու կողմերից ներառված են նաև նրանց դաշնակիցները։